Բարև, Հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանը, սակայն մինչ բուն հարցազրույցին անցնել ես կցանկանայի իմ եւ իմ գործընկերների անունից խորագույն ցավակցություններ հայտնել կյանքից վաղաժամ հեռացած քաղաքագետ, քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանի Հավան հետ կապված ցավալի մայր երիտասարդ մարդու մահեր մարդու որը շատ ասելիք ուներ դեռ եւ վստահ եմ որ այդ ասելիք շարունակողներ կլինեն այդ թվում նաեւ մեծ զրույցներում զորակցությունս ցավակցությունս մեր բոլորի անունից իսկ հիմա մենք անցնենք արդեն բուն հարցազրույցին այսօր մենք զրուցելու ենք տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ բարև ձեզ պարոն Պետրոսյան Պարոն Պետրոսյան, Հնդկաստան-Պակիստան պատերազմը կարճ տևեց, բարեբախտաբար չվերածվեց այն գլոբալ աղետի, որի վտանգը իրոք կար, հաշվի առնելով, որ գործ ունենք երկու միջուկային տերությունների հետ, որոնցից ամեն մեկը ունի մոտ 180 միջուկային մարտագլխիկ, եթե չեմ սխալվում, 180 Հնդկաստանը, 170 Պակիստանը։ Բայց այստեղ շատ հետաքրքիր մի դիտարկում եղավ ընթացքում հնդածս բազմաթիվ փորձագետների կողմից, որ շատ տարօրինակ բաժանարար գիծ ստացվեց, որի մի կողմում, եթե տարածաշրջանային տրամաբանությամբ նայեք, հայտնվեցին Թուրքիան, Ադրբեջանը, Պակիստանի կողմից եւ մյուս կողմում հայտնվեցին Հայաստանը բնականաբար հաշվի առնելով հայ-հնդկական հարաբերությունների բավական լուրջ եւ խորը մակարդակը Իրանի Իսլամական Հանրապետությունը նույն պատճառով եւ Իսրայելը որքան էլ կարող է տարօրինակ հնչի այն իմաստով ոչ թե որովհետեւ Իսրայելը Հնդկաստանի կողմում էր այլ որովհետեւ Հնդկաստանը հայտնվեց այն կողմում որտեղ Իրանն է կամ Հայաստանը Հիմա դա այսպես լուրջ բաժանարար գիծ է թե այսպես ավելի շատ քարոզչական տրամաբանություն ունի Շնորհակալ եմ նախ եւ առաջ ես եմ ուզում միանալ Արմենի համար ուրեմն ձեր հաղորդակցություններին ես եւս առիթ ունեցել եմ իր հետ շփվելու նաեւ տարբեր հաղորդումների ընթացքում կարծիքներ փոխանակելու ինձ համար եւս մեծ վիշտ է եւ ցավոք սրտի ամբողջ փորձագիտական դաշտի համար ինչ վերաբերում է ձեր հարցին տեսեք գոնե փորձագիտական մակարդակում ինձ համար 3 հարթություն է կարևոր այս ուրեմն արձանագրված պատերազմ ասենք բախում ասենք դերևս դրա գնահատականն էլ չկա ես կարծում եմ դերևս որոշակի ժամանակ պետք է հասկանալու գնահատելու եւ վերլուծելու համար այնինչ տեղի ունեցավ եւ որն է դրա իրական նպատակը հիմա 3 հարթություն առաջինը իմ գնահատմամբ գոնե կողմերի համար սա հնարավորություն էր երկկողմ ռազմական ներուժը եւ հնարավորությունները ստուգելու եւ ներուժը պոտենցիալ հակամարտության գնահատելու Սա ինչի մասն է խոսում եւ ինչու եմ ես հակված այս տեսանկյունից, որովհետեւ եւ սա ուղղ կերպով կապված է նաեւ մյուս հարթության հետ, քարոզչական հարթության հետ, որովհետեւ իրական պատկեր մինչեւ այժմ դժվար է, բավականաչափ դժվար է ստանալ, թե այս մի քանի օր տևած հակամարտության ընթացքում, շատ տարօրինակ հակամարտության ընթացքում որ կողմը շահեց, որը կորցրեց, ով ինչ խնդիրներ լուծեց, ով ինչ ձեռքբերումներ ունեցավ որտեվ քարոզչական աղմուկն այնքան մեծ է եւ շատ դա շատ բնական է որ այս բանը հասկանալը ուրեմն իրական իրավիճակի բավականաչափ բարդ է բայց մոտավորապես այսպես ասեմ սա ոնց որ ես որոշակի առով նաեւ համեմատում 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված իրավիճակով, այսինքն հետախուզություն մարտի միջոցով, երևի թե շատ երկար ժամանակ այդ թեզի կրողը միակ որ բարձրաձայնում էր, եթե չեմ սխալվում, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն էր, այնպես անընդհատ իրեն հակադարձում էին, որ դա սուտ է, դա զազրախոսություն է, դա նվաստացնում է հայկական բանակի
արածը քարորիա պատերազմի ընթացքում, բայց 20 թվականը ըստ էության ցույց տվեց, որ դա հենց այդպես էր։ Այո, միանշանակ այդպես է։ Եվ ես կարծում որ այնիշ տեղ ունեցավ, սա նաև հնարավորություն է։ Հիմա դժվար է անգամ ասել, որովհետև ճիշտ է առիթը ահաբեկչություններ, որ հետևանքով Հնդկաստանի քաղաքացիներ են մահացել եւ Քաշմիրի ինքական հատվածում էր, բայց գուցե այս գործողության հեղինակը հենց Հնդկաստանն էր, հասկանալով այս աշխարհակահական բավականաչափ հետաքրքիր իրավիճակում այս խնդիրը եւս վերջնականապես լուծելու հնարավորությունների մասին, հա։ Եվ ես կարծում որ կարա այդ տրամաբանությունը աշխատի։ Գանք մյուս հարթությանը, ինչպես արդեն նշեցի, քարոզչական հոգեբանական հարթությունը եւ այստեղ է որ ինչպես արդեն նշեցի, այդ քարոզչական մեծ աղմուկի կողքին մենք տեսանք տարբեր դերակատարների կողմից իրենց քաղաքական դիրքորոշումը արտահայտելու նախկինում ունեցած պարտքերը գունե վերադարձնելու եւ այս հակամարտության հետ կապված վերադիրքավորվելու իրողության։ Ինչ ասել կուզեմ։ Մենք գիտենք, որ օրինակ նույն սկսած 16 թվականից էլ, հա, եւ հատկապես 2020 թվական եւ մինչեւ առ այսօր Պակիստանը համակողմանի աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին Հայաստանի հետ հակամարտության տարբեր շրջափուլերում, տարբեր հարթություններում, ընդ որում Թուրքիայի հետ միասին եւ նորից հիշեցնենք մեզ լսողներին, դիտողներին, որ Պակիստանը միակ պետությունն է աշխարհում, որը մինչև այժմ Հայաստանի Հանրապետություն չի ճանաչել։ Սա եւս կարող իրողություն է։ Եվ այնպես չէ, որ մենք դրանից շատ տխրում ենք, բայց սա բնականաբար ենթադրում որ ադրբեջանական կողմը պետք է համժեք դիրքավորում ունենալ, ինչ ականատեսնել եղանք առաջին օրվանից, ճիշտ է մի կողմից Բաքուն առաջին պահին ուրեմն այսպես հրապարակային կոնկրետ դիրքորոշում դեռևս չէր հայտնում, բայց այն է որ այն որ արձանագրվեցին մի քանի հեռախոսազրույցներ երկու կողմերում, հետո արդեն եղան արդեն պաշտոնական գնահատականներ, ակնհայտ է որ այդ պարտքերի վերադարձի հետ գործ ունենք։ Պարոն Պետրոսյան, կներեք, իսկ այս դեպքում, եթե օբյեկտիվ նայենք, հա, ստեղծված իրավիճակին, Ադրբեջանը մի քիչ ավելի շատ պարտք չի Իսրայելին, քան Պակիստանին։ Երկուսին էլ պարտք է։ Հա, բայց այսպես չափաբաժինների հարց կա եւ այս համատեքստում այսպեսի մի հարց դիտարկում մայիսի 7-ին Իսրայելի վարչապետը պետք է քարորիա այցով, ես չեմ հիշում թե Նեթանյահուն ուր է գնացել վերջին անգամ 4 օրով, քարորիա այցով պիտի գնար Բաքու, այնտեղ անունադրեցին լոգիստիկ խնդիրներ, Թուրքիան օդային սահմանը փակեց առաջին օդանավի համար իսրայելական, ասեց չեմ թողնելու այլ ճանապարհով գնացեք, այլ ճանապարհով գնալու տարբերակներ կային 30 րոպեի տարբերությունը։ Բայց Իսրայելի վարչապետը չեղարկեց այդ այցը։ Հիմա կարող է կապ կա այս երկու իրադարձության մեջ, թե դա առանձին խոսել է։ Դա առանձին թեմա է եւ այո, խոսենք այդ մասին։ Այստեղ դուք տեսեք հետաքրքիր համեմատական տարածք Իսրայելի եւ Պակիստանի հետ կապված։ Ես նշեցի, որ այն բոլոր process-ները, որ տեղ ունեցան կողմնակի, դրանք քարոզչական հարթությունում են։ Իսկ կոնկրետ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների մասը դա ավելի բովանդակային է, իրեն կարող է հրապարակային մակարդակում անգամ մեկը մյուսին քննադատեն կամ ասենք Ադրբեջանը ձեռնպահ մնա կամ երբեմն անգամ կողմ քվեարկի որոշակի փաստաթղթերի, որոնք վերաբերում են Պաղեստինյան հիմնախնդրի Իսրայելի դեմ են, այո, բայց բովանդակային առով իրենց հարաբերությունների վրա սա չի ազդում, իսկ ձնշած հարցին ավելի խորքային, ավելի ուշ կանդրադառնանք։ Մյուսը Թուրքիայի արձագանքներ, որը եւս շատ կարևոր է, ընդ որում ուզում եմ նշել, որ այստեղ էլ շատ կարևոր հանգամանք կա, նույն եթե վերցնենք Արցախի հիմնախնդիրը կամ Ադրբեջան-Հայաստանի հիմնախնդիրը, այստեղ եւս 2020 թվականին ամենաակնհայտ այսպես փոխգործակցությունը Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան մակարդակում էր, հա, եւ դրանից հետո էլ մենք տեսանք էլի երրակողմ տարբեր ձևաչափերում զորավարժությունների մակարդակում, տարբեր փաստաթղթերի ստորագրման մակարդակում, այսինքն այստեղ եւս որևէ տարօրինակություն չկա, որ Թուրքիան եւս միացավ այդ
աջակցությանը, բայց օբյեկտիվության համար նշեմ, որ նաև Թուրքիայի կողմից փորձեր արում ինչ որ միջնորդական դերակատարում իրականացնել, որը տեղի չունեցավ։ Իսկ մյուս կողմին եթե գանք, արդեն Հնդկաստանին աջակցության մասով դուք բերեցիք մեր տարածաշրջանի օրինակ, դե ակնհայտ է մենք Հնդկաստանի հետ տևական ժամանակ ունենք բավականաչափ խորը համագործակցություն եւ բազմաշերտ է աստիճանաբար դառնում եւ ավելի խորանալու միտումներ ունի, բայց ասեմ որ հայկական կողմի արձագանքն էլ զուսպ էր եւ այսպես հավասարակշռության եւ խաղաղությանը միտված հայտարարություններ հնչեցին Երևանից, նույնը իրանական կողմից պետք է նշեմ, չնայած ասել հասկանալի, ասենք Հայաստանից կամ Երևանից չէր հնչելու, Իսլամաբադը արյանցով սարքենք բնականաբար, այսինքն նույնը նաև օրինակ իրանական կողմից ակնհայտ է, որ Հնդկաստանը շատ ավելի կարևոր դերակատար է Իրանի համար հաշվի առնելով երկկողմ բազմաթիվ եւ խորքային ու ենթակառուցվածքային ծրագրեր, ռազմավարական ծրագրեր, բայց միևնույն ժամանակ Իրանի համար նաև կարևոր է Պակիստանի հանգամանքը որպես հարևան, որի հետ մշտապես կան խնդիրներ եւ պարբերաբար սահմանային բախումներ են տեղ ունեն, վերջին մի քանի ամիս առաջ տեղ ունեցավ անգամ երկու կողմից զոհեր եւ այլն։ Այսինքն, բայց միևնույն ժամանակ Իրանի, այսինքն եթե մենք գնահատում ենք երկու այսպես խմբերին, բնականաբար Պակիստանին ցույց տված մեր քննարկած երկրների կողմից աջակցությունը չնայած քարոզչական հարթությունում, բայց ավելի միանշանակ էր, քան Հնդկաստանին ցուցաբերված է։ Ես գամ երրորդ հարթությանը, որ ինձ համար կարևոր է այս ուրեմն հակամարտության մասով, դա Միացյալ Նահանգների ակտիվություններ եւ հաջողված միջնորդությունը պատերազմը կանգնեցնելու մասով։ Այսինքն սա խոսում է այն մասին, որ Միացյալ Նահանգները այսպես հետևողական է իր Դոնալդ Թրամփի հռչակած խաղաղության օրակարգին եւ փորձում է ամբողջ աշխարհում թույլ չտալ որևէ լուրջ ռազմական էսկալացիա։ Սա շատ կարևոր ցուցիչ է նաեւ մեզ համար։ Այսինքն սա նշանակում է, որ մեր տարածաշրջանում էլ նման ցանկացած զարգացում ուղիղ կերպով ուրեմն միջամտության համար ակտիվացնում է Միացյալ Նահանգներին կամ եթե այսպես ասենք Միացյալ Նահանգների համար բավականաչափ մտահոգիչ է լինելու այստեղ որևէ ագրեսիայի հրահրումը եւ սա հստակ ցուցիչ եւ ազդակ կարող է լինել հատկապես Ադրբեջանի համար, որ իր հետագա պլանները պլանավորելիս հաշվի առնի եւ հաջողված միջնորդություններ ըստ էության, որը պսակվեց հաջողությամբ, չնայած մի շարք արձանագրված հետագա խախտումներին, բայց կարծես թե հրադադարը մինչ այժմ պահպանվում է։ Խոսք գնաց քիչ առաջ ասեցիք, քիչ ավելի մանրամասն խոսենք հետո, հիմա այդ հետոն եկել է։ Ինչու Բենյամին Նեթանյահուն վերջին պահին չեղարկեց այցը Ադրբեջան։ Տեսեք, այստեղ շատ հետաքրքիր նրբություններ կան, մենք շատ խառն ենք մեր խնդիրներով եւ չենք հասցնում անգամ հետեւել եւ վերլուծել։ Չնայած քարոզչական հիմնավորումը կամ տեղեկատվական հիմնավորումը այցի չեղարկման այն էր, որ Իսրայելում վատթարացել է իր անվտանգային իրավիճակը Եմենի հութիների կողմից Թել Ավիվի հրթիռակոծման պատճառով կամ Գազայում իրավիճակի սրման պատճառով, բայց հավատացում եմ, որ կա ավելի խորքային խնդիր, օրինակ։ Եվ այդ խորքային խնդիրը պայմանավորված է Իսրայել-Միացյալ Նահանգներ նկատվող ուրեմն որոշակի տարաձայնությամբ եւ բովանդակային տարաձայնությամբ։ Ընդ որում այս տարաձայնությունները նկատվում են միաժամանակ մի քանի խնդիրների շուրջ։ Առաջինը Գազայի հետ կապված երկու կողմերի դիրքորոշումներն են եւ մոտեցումների տարբերությունը։ Մենք գիտենք, որ եթե չեմ սխալվում, ընթացիկ շաբաթվա ընթացքում պլանավորվում է Դոնալդ Թրամփի առաջին արտագնա այցը եւ դա տեղ ունենալու մերձարևելք եւ ինչն է կարևոր Իսրայելը այդ այցում ներառված չէ մինչ այժմ եղած տեղեկատվության համաձայն այստեղ լինել է նույնիսկ Բայդենի ժամանակ նման բան չէր լինի անգամ Դոնալդ Թրամփի առաջին պաշտոնավարման շրջանում
այցը առաջին արտագրան այցը եղավ Սաուդյան Արաբիա, բայց դրանից հետո այց եղավ նաև Իսրայել, այս դեպքում չկա այցը։ Երկրորդ հանգամանքը կարող է լինել, օրինակ, Միացյալ Նահանգներ Իրան ոչ ուղիղ բանակցություններ, արդեն 4-րդ փուլը ավարտվեց այդ բանակցությունների Օմանում։ Եվ այսպես զուսպ, բայց լավատեսության նոտա կա այս ամեն ինչի մասին, երբ խոսում է թե Թեհրանը, թե Վաշինգտոնը, թե Օմանի մասին չեմ խոսում։ Դե տեսեք, այս ամբողջը փոխկապակցված են։ Իսկ առաջինը Գազան է, Գազայի հետ կապված կա տարաձայնություն։ Ամերիկյան Նահանգները հատկապես Դոնալդ Թրամփի տարածաշրջանային այցից առաջ Սաուդյան Արաբիա եւ մյուս արաբական երկրների հետ բանակցություններից առաջ պահանջում էր, որպեսզի Գազայում լինի հրադադար։ Իսկ Իսրայելը չի համաձայնում, հակառակը Իսրայելը ունի Գազայի ամբողջական օկուպացիոն պլան եւ գնում է դրա հետևից։ Իսկ սա նշանակում է, որ առաջանալու են որոշակի բարդություններ Միացյալ Նահանգներ եւ արաբական երկրներ բանակցություններում։ Հետաբար սա արդեն իսկ ազդել է եւ լուրջ խնդիր է երկու երկրների հարաբերությունում։ Մյուս կարևոր հանգամանքը եւ ընդ որում իր նշանակությամբ շատ ավելի կարևոր, քան առաջինը արդեն հենց ձեր հարցի հետ է կապված, այսինքն Իրանի միջուկային ծրագրի հետ այդ ծրագրի հանգուցալուծման կամ հիմնախնդրի հանգուցալուծման մասով իսրայելական կողմը պնդում է ռազմական սցենարով հարցն ամբողջովին արմատախիլ անելու մասին, Միացյալ Նահանգները խոսում է բանակցային գործընթացի մասին եւ պատահական չէ, որ տևական ժամանակ գոնե քարոզչական մակարդակում բազմաթիվ իսրայելամետ լրատվամիջոցներ նաեւ Միացյալ Նահանգներում գործող քրեական լոբիստական խմբեր իրենք անդադ խոսում են այդ պատերազմի անհրաժեշտության մասին, տարբեր քարոզչական թեզեր են պատտում, թե իբր Իսրայելը պլանավորել մայիսին այդ գործողությունն իրականացնել կամ առաջիկա ամիսներին եւ այլն, բայց ակնհայտ է, որ այս հարցում կա բովանդակային ուրեմն տարբերություն դիրքորոշումներ Միացյալ Նահանգները հակված չէ գնալու ռազմական լուծման։ Եվ ես շատ հիմա հարց մեր ռուս գործընկերով ստուդիո ինչ կապ ունի այս ամենի հետ Ադրբեջանը։ Գալիս ենք արդեն դրան։ Սա շատ ավելի որպեսզի այս իրավիճակը հասկանանք, դեռևս տարվա սկզբից, այսինքն որ Դոնալդ Թրամփի վարչակազմը արդեն ստանձնեց իշխանությունը, Իսրայելի կողմից եւ նաեւ իհարկե Ադրբեջանի նախաձեռնությամբ ակտիվ ուրեմն եւ քարոզչական եւ հետո արդեն քաղաքական տարբեր ուրեմն միջոցառումներ են նախաձեռնվում նոր դաշինք այսպես ուրվագծելու նպատակով եւ դա ակնհայտ հակաիրանական դաշինք էր Իրան, ներողություն, Իսրայել, Ադրբեջան, Միացյալ Նահանգներ եւ այս ուրվագծվող ձևաչափը, որը պետք է աննախադեպ լիներ, դա բնականաբար հատկապես միսուարուն էր ստանալու Իրանի դեմ ինչ որ գործողություններ պլանավորելու առումով եւ երբ որ խոսում էր Բենյամին Նեթանյահուի Ադրբեջան այցի մասին, դեռևս այդ նշածս խորքային տարաձայնությունները ուրեմն Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջև չէին նկատվում։ Այսինքն հիմա քանի որ կա ուրեմն այս տարաձայնությունները երկու հիմնական դերակատարների միջև Բենյամին Նեթանյահուի Ադրբեջան առարկայական առումով որևէ խնդիր չէր լուծելու։ Բարձր որ այդ 4 կարող է չէ գոնե ձևական 1 օրով գալ ու չդառնալ այսպիսի դիվանագիտական ըստ էության սկանդալի հեղինակ։ Դե ամեն դեպքում տեսեք, այս այցը ուներ լուրջ նշանակություն, բարձր որ այստեղ հետախուզական, ռազմավարական բավականաչափ կարևոր պլաններ են գծվելու։ Եվ հիմա եթե գար, բայց ենթադրենք, այս համագործակցությունը ավելի օրակարգային դառնա, որտեղ չի կարելի բացառել ինչ որ փուլում կարող է այդ համագործակցությունը կամ այդ նախկին նշածած ձևաչափը դարձյալ ակտուալ դառնալ եւ դրա համար նորից այցելություն կամ փոխադարձ ինչ որ Ադրբեջանի կողմից այցելություն, սա արդեն այս դեպքում արդեն բավականաչափ լուրջ ուրեմն վերլուծությունների առիթ էր դառնալու, ընդ որում բացահայտ եւ նաեւ մեղադրանքների։ Այս դեպքում կարծում որ սա է հիմնական պատճառն եղել, որ այս պայն հետաձգվել է հասկանալու համար գոնե Իսրայելի կողմից եւ նաեւ իհարկե Ադրբեջանի կողմից հասկանալու համար թե ի վերջո ինչ սցենար է նախապատրաստվում
իրանական միջուկային ծրագրի հետ կապված։ Ընդ որում նշեմ, որ Ադրբեջանը, ինչպես օրինակ նախկինում բազմաթիվ այլ խնդիրների հետ կապված բավականաչափ հետաքրքիր է գործում, այսինքն փորձում է երկու լարի վրա խաղալ, վերջին շրջանում կրկին ակտիվացնել Իրանի հետ հարաբերությունները, այսինքն իրենք այնուամենայնիվ օրակարգում են պահում այն պաուստային սցենարը, որ չի բացառում Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև գործընթացը գնա դիվանագիտական հարթությունում եւ տեղի ունենա հարաբերությունների կարգավորում, այս դեպքում Ադրբեջանին մնում է արդեն գործարկել պաուստային սցենար, այսինքն գնալ Իրանի հետ հարաբերությունների վերանայման, որտեղ այդ կոնֆլիկտի հնարավորությունը աստիճանաբար սպառում է իրեն։ Բայց տհաճ նստվածքը այնուամենայնիվ մնալու է ենթադրում։ Միանշանակ, որտեղ խորքային անվստահությունը գոնե Իրանի կողմից պահպանվում է եւ այս դրական օրակարգի ուրճացումը ավելի շատ արհեստական կարծես թե երանգներ ունի եւ նպատակը այս փափուկ ուժի միջոցով դրական տրամադրությունների դրական միջավայրի միջոցով Ադրբեջանի վարքագիծը որոշակի առում կառավարելի պահելն է, այլ ոչ դրթել Ադրբեջանին ավելի ակնհայտ հակաիրանական գործողությունների, որոնք կարող են լինել, եթե ենթադրենք նույն Նեթանյահուի այցը տեղի ունենար նշածած բոլոր սցենարները հաշվի առնելով։ Կապված տհաճ նստվածքի հետ մայիսի 9-ի նախորդին անմիջապես Ադրբեջանի նախագահը հանկարծ հայտարարեց, բավական անսպասելի հայտարարեց, որ չեղարկում է այց Մոսկվա եւ մասնակցությունը մայիսի 9-յան հաղթանակի շքերթին, ինչը բավական ընդ որում ադրբեջանական կողմը բերեց երևի գոյություն ունեցողներից ամենաանհեթեթ վարկածը, երևի ավելի կապսնային տարբերակ հնարավոր չէր մտածել, թե դա կապված էր Հեյդար Ալիևի հիշատակի ինչ որ միջոցառումների հետ, պարզվեց, որ այդպիսիք չեն էլ եղել, չեղան մայիսի 9-ին Իլհամ Ալիևը պարզապես Արցախ էր մեկնել։ Եվ ենթադրում եմ, որ դա որոշակիորեն կազդի նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա, որովհետև որքանով որ ես գիտեմ կամ որքանով որ ասում են դա Պուտինի քաղաքական հետագիծը իմացող մարդիկ, նա նման բաներ այդպես շատ հեշտ չի մարսում, չնայած վերջերս ես չգիտեմ էլ Ադրբեջանը ինչ պիտի անի հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ, որ մենք ասենք այ տեսեք ռեակցիա կա։ Շատ հետաքրքիր հարց է եւ տեսեք այնուամենայնիվ ես վստահ եմ, որ Ադրբեջանը պատրաստվում էր այս իրադարձությանը, ընդ որում էլի տարբեր սցենարներով, եւ մեկնելու սցենարով եւ չմեկնելու սցենարով, նայած որ սցենարն ավելի էֆեկտիվ կլինի տվյալ պահին գործարկելու։ Հիմա եթե հերթով գանք, պետք է փաստենք, որ Ադրբեջանի կողմից պաշտոնական դիրքորոշումը չմասնակցելու եղավ այն պահին, երբ որ այդեն բարձր հայկական կողմը պաշտոնապես հաստատել էր մասնակցությունը։ Այսինքն ասել, որ այս որոշումը չի ազդել Ադրբեջանի դիրքորոշման վրա, իհարկե միամտություն կա, որտեղ Ադրբեջանը ամեն կերպ փորձում է օգտագործել ցանկացած իրավիճակ Հայաստանի հակառակ հատկապես նման աշխարհակաղակական նշանակության թեկուզ ինչ որ միջոցառում է, բայց դրա աշխարհակաղակական եւ քարոզչական շերտը չի կարելի անտեսել, որը միանշանակ կար, հիշեք օրինակ նույն մինչեւ այդ մայիսինյան միջոցառումները Եվրամիությունից հնչող հայտարարությունները, որ կոչ են անում իրենց գործընկերին եւ անդամ երկրներին չմասնակցել Մոսկովյան միջոցառումին։ Բնականաբար Ադրբեջանը այստեղ իր խաղակարտերը պետք է ունենար։ Երկրորդը եւ հիմա ես կասեմ, թե ինչ ուղղություններով դա օգտագործվեց։ Երկրորդը պետք է այնուամենայնիվ նշենք, որ Ռուսաստանի համար շատ կարեւոր էր, Պուտինի համար շատ կարեւոր էր Ալիևի մասնակցությունը եւ վստահ եմ, որ այդ այցի ընթացքում փորձել են ինչ որ խնդիրներ լուծել, գուցե կամ լուծումներ պարտադրել Ադրբեջանի առաջնորդին, չմոռանանք, որ գոնե մինչ այդ մի քանի կարևոր այցեր են եղել, Մատվիենկոն էր այցելել, ուրեմն ամենայն ռուսո պատրիարքները այցելել եւ անձամբ իրենց Պուտինի հրավերներն են փոխանցել, որպեսզի Ալիևը մասնակցի, բայց Ալիևը չգնաց եւ
Հիմա փորձենք հասկանալ, թե ինչպես օգտագործել։ Նախ նշեմ, որ չգնալու պատճառներից մեկը ես նշեցի հայկական կողմի մասնակցություն։ Ինչու՞։ Որովհետև այնուամենայնիվ ես կարծում եմ, որ Ալիևն այս պայն խուսափում է Փաշինյանի հետ հանդիպումներից, հատկապես մարտ ամսից հետո, երբ որ կողմերը հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագրի տեքստը պատրաստ է, փոխհամաձայնեցված է եւ արդեն կարող է ստորագրվել եւ չի ստորագրվում է ինչ որ ուղիղ հարց լսելուց, հա։ Այո, ինչու՞ չի ստորագրվում։ Չնայած դրանց հետ օրինակ նույն Բայրամովն ու Արադ Միրզոյանը Անտալիայում ինչ որ բանավեճ ունեցան, քննարկում ունեցան, ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարում է իրենց նախապայմանները, վերահաստատում է իրենց նախապայմանները, բայց մի բան է, երբ որ այդ մասը խոսում են արտգործնախարարում, մեկ այլ բան է, երբ որ այդ մասին խոսում է արդեն նախագահը գումարած նաև չի բացառվում, որ ինչ որ միջավայրում լիդերների, մի քանի տասնյակ լիդերների այդ որոնք փորձ են անելու վստահ են փորձ են անելու ներգործել իրավիճակի վրա համոզելով Ալիևին գնալու ստորագրման Ադրբեջանի նախագահի համար առնվազն անհարմար իրավիճակ էր ստեղծվելու իր այդ ուրեմն դիրքավորումը հիմնավորելու համար եւ կամ մյուսը օրինակ ինչու է սահմանը շարունակվում անընդհատ լարվածությունը եթե կողմերի միջև մեծ հաշվով կոնֆլիկտի որևէ հիմք չկա, հա, սա էլ օբյեկտիվ հարց է, որի պատասխանը չունի։ Ընդ որում խուսափելու ձև Ալիևը չուներ, որովհետև այս միջոցառումների ընթացքում նստեցման սկզբունքն այնպեսին էր, որ այբենական կարգով երկրների առաջնորդները, այսինքն Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները իրար կողք էին նստելու եւ առնվազն այսպես ընթացքում ինչ որ կարծիքներ կամ հարցեր իրար ուղղելու հնարավորություն լինելու էր։ Սա այսինքն առաջին մասով, երկրորդ մասով սա շատ լավ կրկին հնարավորություն էր Ադրբեջանի համար ներքաղաքական ուրեմն հարթությունում նախագահի այսպես ուժեղ տղայի մաչական իմիջի ապահովման համար, որ տեսեք, չնայած Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի կամ արեց, որպեսզի Ալիևը մասնակցի, այսքան բարձրաստիճան դեմքեր եկան համոզեցին եւ այլն, բայց նախագահը շարունակում էր սկզբունքային դիրքորոշման վրա մնալ, մինչեւ օրինակ այդ Ազալի ավիավթարի հարցը չլուծվի, մեր նախագահը պատրաստ չէ գնալու ինչ որ զիջման, եւ վստահաբար այս թեզ որտեղ երբ որ նայում ես քարոզչական հարթությունում վերջին մի քանի օրերին հենց այս թեզերն են շրջանառում եւ երրորդը իհարկե արդեն միջազգային կամ հատկապես արևմտյան լսարանին ուղղված ուղերձներն են, որ տեսեք ձեր գործընկեր Հայաստանը այնուամենայնիվ գնաց Մոսկվա մասնակցեց միջոցառմանը, իսկ Ադրբեջանը, որին այդքան քննադատում եք, այդքան պատժամիջոցների ասեն կամ ինչ որ զրկանքների, քննադատությունների եք ենթարկում, մնաց ուրեմն իր սկզբունքային դիրքի վրա։ Խեղճ Ադրբեջան։ Կարճ ինչ շահեց Հայաստանը։ Եթե շահեց։ Շահելու մասին դժվար է ասել, բայց կարծում եմ, որ Հայաստանի համար հեշտ չէր որոշում կայացնելը, բայց այս դեպքում ես կարծում որ գնալն ավելի ճիշտ էր, քան չգնալը, մանավանդ երբ որ կար հնարավորություն նաև Ալիևի հետ երկխոսել եւ կարծում որ հաշվարկը գնալու եւ մասնակցելու նաև այս ուրեմն հնարավոր սցենարով էր արված։ Այնուամենայնիվ չմոռանանք, որ մեր ժողովուրդը իր դերակատարումն է ունեցել եւ բավականաչափ ազդեցիկ դերակատարումն է ունեցել պատերազմի հաղթանակի մասով եւ չգնալ եւ այդ դափնիները չկիսել, մեղմ ասած այնքան էլ ճիշտ չէր լինի։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։